Մենք ներկայացնենք մեր այսօրվա թեման, հայրենադարձվել եւ այսուհետեւ Հայաստանում է ապրելու եւ ստեղծագործելու եւս մեկ երաժիշտ եւ Քրիստինեն կներկայացնի թե ով է նա։ Արդյոք ասենք հայրենադարձ ձեզ, մի տեսակ, միևնույն է անընդհատ մենք ձեզ լսել ենք, հայրենիքից դուրս չենք պատկերացրել այս երաժշտությունը։ Տիգրան Պետրոսյան, ջութակահար, Սերգեյ Այվազյան, ստեղնաշար, ասում են բառը չեմ ուզում ասեմ, ասում են ախպերություն են կանում։ Դա տես, Ես Քրիստեն չուզենալով, բայց ասաց։ Այդպես էլ կա, այդպես էլ կա։ Ախպերություն են կանում, սա մեր տիպիկ է, էլի մեզ պետք է հենց այդ բառով էլ ասենք։ Հատկապես դուք ինտեգրվեք այս բառապաշարին, լավագույնը դեռ առջևում է։ Կամաց։ Բրատվան փոխվեց ախպերության, էլի արդեն։ Ինչու վերեց կրկին Հայաստան։ Բարի լույս։ Բարի լույս։ Կարոտը, սերը հայրենիքի նկատմամբ ես իհարկե շատ էի կարոտել հայրենիքը։ Չնայած որ տարին 1-2 այցելում եմ, բայց համերգներով, ելույթներով չեմ հանդիսացել։ Դրա համար ես շատ ուրախ կլինեմ նորից լինել հայրենիքում, կատարել իմ սիրված ստեղծագործությունները, իմ գրված ստեղծագործությունները եւ իմ հայ ժողովրդին պիտանի լինել։ Վստահ եմ ունկնդիրը ձեզ սպասում է, մանավանդ որ հուշեր կրկին արթնացրեցիք այս երաժշտության, բոլորից տեղափոխեցիք գեղեցիկ հնչյուններ դեպի։ Շնորհակալություն։ Սերգեյ մեզ առիթ ունեցավ մինչ հեռուստադիտողը տեսավ գովազդային դադար պատմել ձեր գործունեության մասին, դուք եւս այսպես բացեք մի փոքր շղարշը, ինչով եք զբաղվում մինչ այժմ։ Մենք տեղյակ ենք, բայց ցանկանում ենք նաեւ ձեռամբ լսել այդ ամենի մասին։ Ինչքան էլ զարմանալի չլինի, ես զբաղվում եմ երաժշտությամբ։ Վաու։ Մինչ այսօր։ Բավականին հայտնի գործիչների, արվեստագետների հետ եք հասցրել տարիներին համագործակցել։ Համաշխարհային աստղերի, Ռուսաստանի աստղերի ունեցել ենք Աստան ստուդիա, մինչև հիմա Միր ֆիլմում գործում է մեր ստուդիան, աշխատում ենք ֆիլմերի հետ նաև եւ ես որոշեցի շարունակել ջութակահարի ասպարեզը, այսպես ասեմ։ Սերգեյ, համագործակցությունը որտեղից է գալի, քանի տասնամյակ առաջ է սկսվել։ Համագործակցություն, այն ձեր ասած սկզբնական ախպերությունը սկսվել է մոտավորապես 96-95 թվականից։ Ես դեռ ծնված չէի։ Ես մի քիչ էի ծնված։ Ձեռքը բռնելու աստիճանի է եղել երևի։ Տիգրանը իմ ավագ եղբայրն է, իմ ընկերն է, այդ 94, 95, 96 թվականներից է սկսվել մեր ընտանեկան բարեկամությունը։ Հետո 2000-ականներին ունեցանք համագործակցություն միասին, Ջութակի եւ Դաշնամուրի այդպես մեծ սիրունդ ստեղծագործություն արեցինք, տեսահոլովակ նկարեցինք։ Դրանից հետո Տիգրանը գնաց, այդ ժամանակ էլ չնայած Երևանում չէր ապրում, եկավ Հայաստան, նկարեցինք, գնաց իր գործերով։ Հետո այս վերջերս որոշեցինք, որ արդեն ժամանակն է հետ գալու հայրենիք, այն տեղը որտեղ որ Տիգրանը բաց թողեց այդ պլանկակա չէ, բոլոր ասպարեզներում, այդտեղ ինքը իր պլանկեն այդտեղ թողեց, այդտեղից գնաց, հիմա եկել ենք, որ այդ նույն գծից շարունակենք, այս նույն ստեղծագործությունը, արաբերյան մոտիվները դարձել է Տիգրանի հայցեքարտը։ Մարդիկ գիտեն ստեղծագործությունը, մեր սերունդն էլ մեզնից մեծ ու փոքր սերունդներն էլ գիտեն, բայց շատերը դեռ չեն կարողանում հիշեն ով է Տիգրանը, բայց կհիշեցնենք բոլորին Տիգրանը ով է եղել ու ով է ու ինչեր է անելու։ Առաջիկայում ինչ նախագծեր ունեք։ Ունենք մի համերգ, որը տեղի կունենա Սանկտ Պետերբուրգում ամսի 21-ին, մեծ սիմֆոնիկ օրկեստրով, եւ էստրադային նույնպես, շոու ծրագիր։ Առաջիկա համերգներից դա է։ Բայց շատ կուզենայինք, որպեսզի նոր տարին մեր շատ լավ բուրըն անցներ Հայաստանում հենց։ Ունենք առաջիկա պլաններ, առաջիկայում պլաններում ունենք Հայաստանում, նաև պատրաստվում ենք գալիք տարվան դեռ քննարկման փուլում է մենահամերգի Տիգրանի, նաև համագործակցություններ տարբեր երաժիշտների, տարբեր պրոյեկտների հետ, ինչպես նաև Cell Project-ի հետ, որը որ ղեկավարում եմ ես ինքս։ Տիգրանը Հայաստան այցելելու, տեղափոխվելու նպատակներից մեկն էլ դա էր, որ միասին սկսենք մեր երաժշտական կարիերան շարունակել։ Ինչն էիք ամենից շատ կարոտել Հայաստանում, այդ ինչն է ձեզ կարոտախեղ տարել եւ կա տարբերություն հայ ունկնդրի ու դրսում, հատկապես Ռուսաստանում է կարծեք թե ավելի շատ։ Անպայման կա։ Նախ ասեմ, որ համն ու հոտն էի կարոտել, որովհետեւ ախպերն էի կարոտել։ Ինչպես ասում են, մերն ուրիշ է, իրոք ուրիշ է, այո, դա այդպես էլ կա։
Այստեղ ունենք մենք շատ պահանջկոտ հանդիսատես։ Եթե այսպես ասեմ, Ռուսաստանում շատ հեշտ է հանդիսատեսի հետ աշխատել, Հայաստանում դա դժվար է, որովհետև ոնց որ ասում են, чтобы раскачать, դեռ ջանքերը պետք Չէ, բացվի հանդիսատեսը։ Հա, մինչև բացվում է հանդիսատեսը։ Բայց տեսեք, մենք վերջանում է համերգը։ Մենք առաջին այսպես Ջութակի եւ Լարի հպումից ես եւ Քրիստինեն սկսեցինք ծափարը։ Այս մոտ առավոտը շուտ է սկսվել, արդեն կեսօր է ըստ էության դարձել, էլի հաշվի հաշվի առ։ առ։ Լավ է ստացվում։ Փաստորեն։ Հաջողվում է, ուրեմն պետք է շարունակենք։ Պլյուս ենք դնում հաջորդը։ Հաջորդ խնդիրը բարձրաձայն եք հասկանանք։ Ես այստեղ խնդիրներ չունեմ, որպեսզի այդպեսի ասեմ, զուտ մասնագիտական կասեմ, որ կուզենայինք մի լավ խումբ ստեղծել, Փառք Աստծո, Սերգեյ արդեն հասցրել է ստեղծել Տեղի մթնոլորտին ավելի լավ է տիրապետում։ Սեր պրոջեկտ խումբը, որին էլ ես գից կլինեմ եւ կշարունակենք գործունեությունը։ Կուզենայինք լավ ծրագրեր նվագել, իհարկե ես շատ լավ մեծ ծրագիր ունեմ, մոտավորապես ես հիշում եմ մոտ 25 տարի առաջ ուզում էինք Գինեսի ռեկորդ սահմանենք 40 ժամ նվագեի, ինչ պատճառներով ես հրաժարվեցի, կարելի է կրկնել երևի։ Սեր պրոջեկտի հետ կդիմանանք 40 ժամ, չէ, բայց 47 հա։ Բայց 47 երևի, հա։ Անկամ 50 ժամ։ Երևի ինչ որ մեկը արդեն սահմանած կլինի, չէ։ Սերգեյ, եթե կարելի է դուք անդրադարձեք, քանի որ այսպես ասած տեղի շուկային դուք եք լավ տիրապետում երաժշտական այդ մթնոլորտին։ Ցանկանայինք ձեզանից լսել, ինչպես եք պատկերացնում ձեր հետագա համագործակցությունը, ինչ նախագծեր են առջևում լինելու, ինչ երկացանկ են արվելու, ինչն է ավելի հոգեհարազատ հիմա։ Ճակերտները շատ չեմ կարող բացել, բայց հանդիսատեսին սպասում է Նորովի Տիգրան Պետրոսյան, որ հին ստեղծագործությունները նոր կատարմամբ, նոր գործիքավորմամբ եւ նոր ստեղծագործություններ, նոր համերգներ, նոր համագործակցություններ թե երգիչ-երգչուհիների, թե այլ ազգի երաժիշտների հետ։ Առաջիկայում կան պլաններում 26 թվականին ինձ թվում է բուրնա լինելու մեր համագործակցությունը Տիգրանի հետ։ Ըստ էության դուք առաջին հյուրն եք, որ մեզ մոտ խոսեցիք հաջորդ տարվանից, նոր տարվանից, մի տեսակ արտերկրում ավելի շուտ է այդ ամանորի, քրիսմասի բաները գալի, մեզ մոտ առաջին հյուրն եք, գոնե մեր հյուրընկալությամբ, որ խոսեցիք ամանորի ծրագրից։ Մենք արդեն ամառվանից ենք պատրաստվում նոր տարվան։ Տարին նոր ավարտվում է, հաջորդ նոր տարին եք սպասում։ Այո, ընդգծված, արդեն բուդը պատրաստ, այսպես մարտական տրամադրված սպասում է ձեզ։